ինչպես ասվեց, անցել է մրցույթային հանձնաժողովը բավականին ներկայացուցչական կազմ ունի տարբեր պետական մարմիններից, այդ թվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից եւ 3 տեխնացուներ ներկայացվել են կառավարության քննարկմանը եւ ես բոլոր տեխնացուների հետ 2 փուլով ունեցել եմ հանդիպում եւ ունեցել եմ քննարկումներ եւ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի տեխնացությունը ներկայացնել կառավարության հաստատմանը եւ ընդ որում ուզում եմ արձանագրել, որ այս եզրահանգումը ինչ որ առումով համընկել է նաև մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետև պարոն Նահապետյանը թե բարեփոխության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել եւ այդ առումով կարծում եմ, որ սա էլ կարևոր փաստ է արձանագրելու համար։ Պիտի ընդգծեմ նաև, որ կրկին ուզում եմ գոհունակությունս արտահայտել եւ շնորհակալություն հայտնել մրցույթի մյուս մասնակիցներին, մասնավորապես ՇՄ հաղթահարած մասնակիցներին, նրանցից Պետրոս Մարտիրոսյանը այս դահլիճում է եւ զբաղեցնում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը եւ այսինքն գործունեությամբ ներգրավված է կառավարման համակարգում, նաեւ Գևորգ Քոչարյանը, ով տեխնացուներից մյուսն է, նշանակվել է արտադրության նախարարի տեղակալ, այսինքն ըստ էության նույնպես այսպիսով ներգրավում է պետական կառավարման համակարգում, իսկ այս փուլում մենք պարոն Նահապետյանին առաջադրում ենք որպեսզի ղեկավարի հակակոռուպցիոն կոմիտեն, խնդրեմ պարոն Նահապետյանին չունեք ասելու կառավարությանը, համեցեք, նստեք։ Մեծ հարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ։ Իմ տեխնացությունը առաջադրել եւ հաստատել ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Մեկ անգամ եւս շնորհակալություն բարձր վստահության համար։